Ադրբեջանից կանա զանգեն Երևան, ասել, հələ մա դրան չուտ փագեք։ Ով է մեղավոր ավելի շատ, թե ով չէ, թե այդ մասը вообще պետք չի տալ։ Տեսանյութ ունենք, որ 92% դիտված էր Ադրբեջանի տարածքից։ Իմ կարծիքն է, խառնած Սերգեյի կարծիքի հետ, всё в принципе։ Ու դուք կտեսնեք, թե ինչ հեշտ է մանիպուլացնել եթերում ժողովուրդ։ Իսկ նախադրյալ կա, որ հիմա 26-ին դա չի կրկնվելու։ Իրաց դեռ թվում է, որ իրենք իշխանություն են։ Այստեղ Փաշինյանը դաշտում հաջողության է հասնում։ Բարև ձեզ, եթերում լուրջ կասներ, շնորհակալություն, որ մեզ դիտում եք YouTube-ում, լսում եք բոլոր հասանելի ոդկասթային հարթակներում։ Այսօր մեր հյուրն է լրագրող խմբագիր մեդիադեմ Դավիթ Գրիգորյանը, ով նաև ձեզ հայտնի է որպես Դավիթը Վագնի որդին։ Ողջույն։ Ես ստիլ ֆրազը։ Սի շատ անսովոր է, բայց այս կարգավիճակում գտնվելը գիտես, որտեվ տենց միշտ դու ես ինտերվյուն անում, մեկ էլ հանկարծ գալիս ես, քեզ պիտի հարցեր տամ, կարմրեցի մի քիչ անգամ, կարակ տեղերը փոխվեք ընթացքում, ֆանտաստիկ։ Ոնց ես, ինչ մենք բոլորս իմացանք Reopen Media-ի փակվելու մասին, դու որոշակի բաներ խոսացիր դրա մասին, բայց կարծում եմ նոր լսարանը նաև, այնց ընդհանուր թեզիսային եթե անցնենք, ինչի այդպես եղավ, որովհետեւ դա շատ խոսքով։ Ինչ անեն քեզ դիտողները հիմա։ Չէ, ինձ դիտողները առհասարակպես դիտողները իհարկե վստահ պիտի լինեն, որ նախագիծը շարունակվել է, բայց գուցե ոչ Reopen Media բրենդի ներքո։ Ինչ որ ես եթերում ասել եմ, դրանից ավել ասելու բան չկա անկերներ, ամենայն անկեղծում, որտեղ շատ դեպքերում տպավորություն ստացվում, ինչ որ բան ինքը գիտի, բայց օննի դա գավարի, այս բանն էլի։ Իրականում չէ, այն մարդիկ, ովքեր մեզ օգնում էին այս նախագիծը անել, մեզ պարզապես կոմունիկացրեցին, որ իրանք վերաֆորմատավորում են, իրենք ուրիշ բան են ուզում անել, այլ ֆորմատի բան են ուզում անել, դեպետ նախագիծը սկսել էինք հենց համահայկական լրատվական գործակալության բազմալեզու ծառայության ձևավորման պայմանավորվածության հիման վրա, բայց այդպես պատահում է ես դրա մեջ մեծ ողբերգություն չեմ տեսնում։ Բազմաթիվ են խոսակցություններ արդյոք ցավալիորեն համընկավ այն շրջանի հետ, երբ մեր ադրբեջանական լեզու մեկնաբան է Զիանան Կալապետյան, Բաքվի TV-ներից մեկը Real TV, Real TV հրավերով իրենք մենք չէինք կոնտակտի դուրս եկել, Real TV-ն էր կոնտակտի դուրս եկել Զիանայի հետ, որովհետև իրենց համար մի քիչ անհասկանալի էր ինչու է Հայաստանում բացվել մի հեռուստաընկերություն։ Real TV-ը պետական Ալեքսանդր։ Դե այնտեղ ամեն ինչ փող կապակցված է պետական ռոպագանդայի հետ, այսինքն ադմինիստրացիայի ենթակայության տակ է։ Հա։ Կապ էին դուրս եկել Զիանայի հետ, նախ ուզում էին հասկանալ, թե ինչու է ադրբեջանական լեզու ծառայություն բացվել եւ քննարկել այս հայտնի process-ների շրջանակներում։ Դե մենք գնում ենք խաղաղության, ինչպես գիտեք, ճանապարհները ապաշրջափակվում են, հասարակությունների մեջ շփում է ձևավորում եւ իհարկե այդ հրավերը եկել էր։ Զիանան շատ հայրենասեր անհատականություն է, բայց ոչ պոպուլիզմ հայրենասիրության տրամաբանության մեջ, այլ ռեալ դատողությունների, որտեղ այդ մարդու համար Արցախ ոնց որ եւ իմ համար։ Եվ շատ զարմանալի հենց այդ ադրբեջանցի մեկնաբանի համար, երբ հարց է տալիս, բա ինչպես է իրավիճակը փոխվում, ոնց է ձեր ռեպորտաժները ազդում ադրբեջանական հասարակության լսարանի վրա, Զիանան Արցախ բառն է, օրինակ Արցախի հիմնահարցը արտահայտությունն է անում, ինչից հետո այս մեկնաբանը ադրբեջանցի շատ զարմանում է, ենթադրում եմ, կարծելով, որ մենք պետական հեռուստաալիք ենք, եւ քանի որ պետությունը վարում է խաղաղության գործընթացի քաղաքականություն, այդ ինչպես է ստացվել, որ հայկական պետական ռոպագանդան ադրբեջանական եթերում հնչեցնում է Արցախ բառը։ Ես հաշվել եմ միայն 32 հոդված, որ հաջորդ 24 ժամերի ընթացքում այդ բառի վերաբերյալ ադրբեջանական եթերում դուրս էր եկել։ Այդ կտորը կիսվել էր նաև Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը։ Թուրքական փորձագիտական շրջանակներ էին կիսվել դրա հետ կապված։ Եվ քանի որ արդեն որոշումը կար, որ ինձ կոմունիկացրել էին, ասել էին մենք ուզում ենք վերափոխել եւ արդեն որոշումը կար։ Սա համընկնում է այդ գործընթացի հետ, որ դավադրության թեորիայի մեջ չընկնենք, որտեղ իմ համար շատ տխուր է, որ Ադրբեջանից կանա զանգեն Երևան, ասել, հələ մա դրան չուտ փագեք։ Ասեք իմ համար դա ազնական վիրավորանք է, որտեղ եթե այդպիսի բան լիներ, չգիտեմ ինչ ծայրահեղ վերաբերմունք կունենայի ես Երևանում իշխանությունների նկատմամբ, այսինքն չի կարելի էլի Բաքվի պահանջով լրիվ անկախ մեդիան վերցնել, լինել բազմալեզու։ Մի բան, որ պիտի պետությունը առած լիներ, փակել, որովհետև այնտեղ հնչել է Արցախ բառը։ Ասենք կարայի նոտաներ հնչեին, չգիտեմ ինչ որ մի քիչ սկանդալ լիներ դիվանագիտական, բայց դրան չէ, այսինքն իմ համար մեծ ցավ կլներ, եթե լուծումը այդպեսին լիներ, բայց սա համընկավ սրա հետ։ Ու ավելին այս պարագայում ասել չեմ կարող, որովհետև այն մարդիկ, ովքեր մեզ օգնել են, մեր հիմնական դոնորը ինքը նվիրատու է։ Ինքը պարզապես կարա չէ առողջության արտոնանա ու որոշի, որ ինքը այլևս այլ բան է ուզում անի։ Կարող ես պարտադրել այդ մարդուն ասել, չէ, շարունակիր այս բանը անել, որտեղ խոսքը նվիրատվության մասին է, խոսքը աջակցության մասին է։ Այլ պատճառների մասին դաստիարակությունս պարզապես երբեք թույլ չի տա հարցնել։ Դնեմ դրա տակ քաղաքական կոնտեքստ, ինչ որ ճնշումներ եւ այլն չգիտեմ դրա մասին եւ երբեք չեմ հարցնում։ Որտեղ եթե ես պայմանականորեն դու ինձ ամեն ամիս նվեր տաս, որ ես մեդիա պահեմ, մի գեղեցիկ որ ասես դե չեմ տա։ Հա, ասենք
ասեմ, չէ, ինչի տենց եղավ, ինչ չէ շարունակում օգնել։ Սրանից գաղափարը իհարկե չի մեռնում, որտեղ այս գաղափարը այն գաղափարն է, որ եւ պատերազմի եւ խաղաղության ժամանակ մեզ բազմալեզու կոնտենտ տվող նման մեդիա պետք է ընկերներ։ Պատերազմ լինի, պետքա խաղաղություն լինի, պետքա, որտեղ ի վերջո հակառակորդ մրցակից դե հիմա արդեն հարևան ենք կոչվում։ Հարևան երկրի լեզվով խոսել է այդ հասարակության հետ, այդ երկրի քո նկատմամբ իրականացված ռոպագանդային պատասխանը լավագույն միջոցն է։ Ավելի լավ միջոց չկա խոսել հարևանների լեզվով իրենց հետ։ Ու շատ կարճ իմ համար էլ է շատ զարմանի, ինձ թվում է ճանապարհը շատ բարդ է լինելու այդ լեսարաններում, այդ լեզվով լեսարաններ մտնելու։ Բայց 6 ամսվա երևի մեր համառություններն էր մի քիչ երիտասարդ էինք բոլորս, շատ ամբիցիոզ էինք, որ շատ արագ պիտի առաջ տանենք, առաջ մղենք, ամեն մեկը իր տեղում 24 ժամ էր աշխատում, էլի չէ, ես պիտի ադրբեջանական մեդիայում տեսանելի լինեմ, որ ես ապացուցեմ, որ այս տեսակ բանը մեզ պետք է։ Ու երեխեքը ամեն օր էին աշխատում 24 ժամյա ռեժիմով, հետևում էին տեղեկատվության ու մենք գալիս էինք, սարքում էինք այդ հոտարալեզու, ու իրանք շատ արագ դիրքավորվեցին։ Մենք տեսանք ունեինք տասնյակ հազարավոր դիտումներ ունեին ադրբեջանալեզու սեգմենտում, երբ YouTube-ի վիճակագրությունները նայում էիր, մենք տեսանք ունենք, որ 92% դիտված էր Ադրբեջանի տարածքից։ Այսինքն դա արդեն տեղ էր հասնում, էլ չեմ ասում թուրքականը, էլ չեմ ասում վրացական պարսկալեզուի մասին եմ ես առհասարակ լռում։ Մեր պարսկալեզու ծառայությունում աշխատում էին ազգությամբ հայ մի աղջիկ եւ ազգությամբ պարսիկ Փույային վստահ եմ տարբեր փորձագիտական շրջաններում տեսած Փույան մեր պարսկալեզու ծառայության մեկնաբանն էր։ Մեր հարցումները Երևանում անցկացրած տասնյակ հազարավոր դիտումներ էին հավաքում Պարսկաստանի տարածքում, թեպետ այնտեղ մոնետիզացիայի տեսանք ինչ VPN։ Տես շատ ավելի բարդ է այնտեղ վիճակագրությունը տեսնել, որտեղ որ VPN-ով մտնում են, մարդ իրականում հա Ֆրանսիա ցույց տալի, բայց երբ որ ծավալներն եմ, դժվար էլի Ֆրանսիայում պարսկալեզու սեգմենտը նստի, ասենք 50,000 դիտումով նայի տեսնի դու ինչ հարցում ես անցկացրել Երևանում կամ ինչ եթեր ես տվել Երևանում։ Ու սա դիրքավորում էր, մենք օրինակ պաշտոնական հրավերներ ունեինք Չինաստանի պետական հեռուստաընկերությունից CGTV մի անգամ գնացինք իրանց հետ հենց Չինաստանում հանդիպեցինք։ Մեզ յուրական Պարսկաստանի պետական հեռուստաընկերությունից իրանց համար շատ զարմանալի էր, որ Հայաստանում որոշել են sense բաներ ու իրավիճակը այնպեսին ոչ մեկ չէր հավատում, սա մասնավոր նախաձեռնություն կարող է լինի, որտեղ մենակ պետություններն են իրականում զբաղվում նման օրինակ մեդիաների ձևավորմամբ։ Իսկ մեր համար շատ կարևոր է մեր մուտքի պահին, անգամ եթե հյուր գա վաղ ինչ որ դեսպաններ գան, արտգործնախարարներ շուտով եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումն է Երևանում։ Շուտով COP17-ն է, որի շրջանակներում էլի բազմաթիվ երկրների մեր համար անգամ միջավայրն է շատ կարևոր, որ մենք մարդկանց հրավիրելիս ցույց տայինք, որ սա միջազգային հայկական մեդիա է դրա բոլոր ատրիբուտներով։ Մոտենում է տարվա ամենահրաշալի տոնը եւ դուք կարող եք ամանորյա հրաշքներ նվիրել ինչպես ձեզ, այնպես էլ ձեր սիրելիներին։ Այդ հարցում ձեզ կօգնի մեր գործընկեր Zigzag-ը, որտեղ ամանորին ընթരാճ ավելի են շատացել առաջարկները։ Ամենահամապատասխան որակյալ տեխնիկան ինչպես ձեզ, այնպես էլ սիրելիների համար։ Այնպես որ ժամանակն է կատարել տարվա ամենահավես գնումները։ Դիմավորեք նոր տարին նոր տեխնիկայով։ Իսկ եթե կատարեք 50,000 եւ ավել գնումներ, կստանաք հնարավորություն մասնակցել զիլ շահումներ գովազդային վիճակախաղին եւ դառնալ 25 շահողներից մեկը։ Խաղարկվում են հնգական iPhone 17 Pro, վերջին սերնդի iPad 11, MacBook, PlayStation 5 Slim եւ Dyson Airwrap մանուշակագույն վարսահարդարիչ։ Բոլոր մանրամասները նկարագրության դաշտում։ Հավատդ գալիս է, բայց որ Zigzag-ը 30 տարեկան է։ Բացարձակ չէ։ Կարծես երեք էր որ եկա Zigzag PlayStation 1 առնելու։ Ապրիլյան գեղեցիկ օրեր։ Վերջիններ մնացել։ Մոտեցա որ կասայից փողերով առնեմ, մեկ էլ մի հատ լեկաստված լակոտ, ասեց ես արդեն առել եմ։ Ոնց է դու ես։ Լեկաստված լակոտ։ Լացկան երեխա։ Լավ, վերջ, պետքա սկսենք։ Մի տեսակ տարօրինակ չի, իրանց ծնունդին իրանք են նվերներ անում։ Այդքան սիրում են իրենց հաճախորդներին ու շահելու հնարավորություն են տալիս։ Դու քո ծնունդին ինձ շահելու հնարավորություն կտայիր։ Ես քեզ այդքան չեմ սիրում։ Zigzag-ի 31-ի կապակցությամբ մինչև դեկտեմբերի 31-ը կատարեք գնում Zigzag-ում եւ ստացեք հնարավորություն շահելու iPhone 17 Pro, MacBook M1, PlayStation 5 Slim, iPad 11 կամ Dyson վարսահարդարիչ։ Լավ, դա բազմալեզու սեգմենտն է ու դա կարևոր է, բայց հիմա մի հատ վերադառնանք մեր մոնո հայկական լրատվադաշտ, որպես ոլորտի տենց
1500 տարի եղած մարդ ոլորտում։ Կստати, ես քեզ հիշում եմ 02-ից, այդ ձայնը միջև հիմա որ լսում եմ, մի քիչ զգոնանում եմ, որովհետև դու տենց հիմնադիր հայրն ես, էլի քրեականից մարդ չի մտնելու, հագից ես դրա հետ էլ կապ չունեմ։ Ինձ հետաքրքիր է ո՞նց է տենց ընդհանուր կողքից հայացքով նայում ընդհանրապես լրատվական դաշտը, որը ես որ նայում եմ շատ խնդալու է, որովհետև այն ձևակերպումը, որ պետք է լիներ անեկդոտային, իրական է։ Մեր մոտ կան ընդդիմադիր լրագրողներ, իշխանական լրագրողներ։ Ինչը խնդալու ձևակերպում է, ինչ է նշանակում ընդդիմադիր լրագրող։ Լրագրողը պետք է այն ինչ որ կատարվում է, մեկնաբանի, առանձին եթե անալիտիկա անի, բայց տենց մեր մոտ տենց ոնց է երկու բանի է բաժանվել։ Հիմա այն ինչ սիմպտոմներ կան անառողջ, որ նկատել ես, ու ինչա պետք անել, որ մի քիչ առողջանա դաշտը։ Անառողջության սիմպտոմը այն է, որ մենք 2026-ի ընտրությունների նախաշեմին ենք, մնացել է 6 ամիս ժամանակ։ Հա։ Դուք ինքներդ եք դիտարկում, թե ինչա տեղի ունենում դաշտում։ Տևական ժամանակ տարիներ շարունակ Հայաստանում մեդիայի աշխատանքը կամ մեդիայի կենսունակությունը փորձել են ապահովել քաղաքական կուսակցությունները։ Եվ սա դառել է մեր մշակույթի մի մաս։ Մարդիկ չեն կարողանում ընկալել, որովհետև 3 տարի ակտիվ քաղաքական մեկնաբանությամբ եմ ես զբաղվում, մեկնաբանությունների զգալի հատվածը հետևյալն է։ Մենք տենց էլ չհասկացանք, այս տղեն բանը Նիկոլականա թե Քոչարյանականա։ Ու ինքը ուզում է քեզ տեղավորել ինչ-որ ճամբարում, հասկանում ես, որովհետև այդ դեպքում յուրային էս թե թշնամի իր համար ավելի հեշտ է վերաբերմունք ձևակերպել քո նկատմամբ։ Իսկ երբ որ դու ասում ես ես անկախ դիրքերից եմ հանդես գալիս, ես դիտարկող եմ, այդ բևեռների մեջ որևէ մասնակցություն չունեմ, ինքը հավելյալ պիտի մտածի, բայց եթե մասնակցություն չունես, քեզ որտեղից գումար, ոնց ես դու գեներացնում ես կոնտենտը, ինչի ես գեներացնում կոնտենտը, լավ բարձ ասած որն է սրա քյարը։ Քեզ դրանից ինչ, որ դու ոչ ստեղից ես, ոչ ստեղից ես։ Ու սա քաղաքական եւ մեդիա դաշտի ես վստահ եմ, որ 90-ականների ամենասկզում, երբ անկախություն ձեռք բերեցին, մինչեւ 95-96 թվական մեր մեդիան շատ ավելի անկախ ա եղել, քան հիմա։ Որտեւ այն ժամանակ այդ մշակույթն էլ դեռ չէր ձևավորվել, որ դու պիտի տեղավորվես ինչ-որ ճամբարում, որ կարողանաս կենսունակություն։ Որտեղ ինքը ըստ էության ուսեր արդեն հակադրվում էր սովետական էստաբլիշմենտի ու դրանով փորձում էր ավելի լավ լինել։ Այսինքն այն ժամանակ մենք այդ այ դրանից հետո երբ որ քաղաքական կուսակցությունները սկսեցին գումար ունեցող մարդիկ սկսեցին այդ ու նաև ընտրություններից բխեցնելով մեդիա դաշտում տրամադրություններ ձևավորել, մենք մեզանում ձևորվեց մի մշակույթ, որ ձև չի, եթե դու ինչ-որ լավ բան ես անում մեդիա դաշտում կամ տրամադրվում ես, որ պիտի չեզոք լնես։ Ուրեմն դու անկախ փող կարաս ունենաս։ Հիմա բոլորին շատ դժվար է նյուզի պարագայում գումար գտնել դերք։ Շատ դժվար։ Որտեվ երբ որ դու գնում ես ասում ես ես մեծ նյուզ եմ տալիս, ասում եմ վայ, խնդրում եմ, էլի դրա հետ գործ չունեմ, այն քաղաքականությունը։ Այսինքն նյուզը ինքնին դառել է քաղաքականություն, ու դու գովաս դրա վրա անգամ չես կարող բերես։ Լսի, մի հատ փիլիսոփայական հարց։ Կարող է լրագրությունը ընդհանուր cancel անենք, այսինքն այդ լրատվականները, որ լուր են փոխանցում, դրանց փոխարեն զուտ օրը ինչ կատարվում է, այտենց փաստեր Telegram ալիքով, այսօր, չգիտեմ, վերականգնվեց Ծառնակաբերդի խճուղին, առանց ասելու դա լավ է թե վատ է։ Պրոիշխանական բան է։ Փլուզվելա Ծառնակաբերդի Այստեղ խճուղին։ հոսքերն են, էլի անգամ փիլիսոփայական, բայց հոսքերը ամենաշատ ով է տալիս։ Եթե դու մենակ հոսքերի վրա ես հույսը դնելու, ամենաշատ հոսքը տալիս է իշխանություն։ Բոլոր առումներով ամենաշատը խոսում է իշխանությունը։ Ու ցավալին այն է, որ իշխանության պարագայում շատ հետաքրքիր բան կա, որ դիտարկում ես վերջին 3-4 տարվա ընթացքում։ Իրանք չեն ուզում դուրս գան անդիմադիրների ամպլուայից։ Իսկ գործող անդիմադիրները չեն ուզում դուրս գան իշխանության ամպլուայից։ Ես ասում եմ, որ իշխանությունը վերցրել է եւ անդիմադիր ամպլուան, եւ իրական իշխանություն է դե ֆակտո։ Ու ինքը այս երկու բևեռները վերցրել է ու բանացնում է տեղեկատվական դաշտը ինչպես կարողանում է։ Պարզ բան եմ ասում։ Երբ որ ճեպազրույց է լինում, երկրորդ, երրորդ, առաջին նախագահների հետ կապված, իրենց անվանում են անդադար նախագահներ, այնտեղ կան կորտեժներ, այնտեղ կա ատրիբուտիկա, աթիկնաբահներ եւ այլն, ու տպավորություն է ստեղծվում, որ իրանք էլ դուրս չեն գալիս այդ իշխանական բանից։ Այսինքն իրանք ընդդիմադիր չեն դառել։ Փաշինյանը ընդդիմադիր շարունակում է լինել, իսկ ընդդիմադիրները չեն հասկանում, որ իրանք ընդդիմադիր են, իրենց դեռ թվում է, որ իրենք իշխանություն են։ Ու այստեղ Փաշինյանը դաշտում հաջողության է հասնում։ Քո ալիքի հենց հաջողությունը չի գալիս մեզ ասելու նրա մասին, որ մարդիկ նախընտրում են արդեն ոչ թե ավանդական լրատվականները, այլ ուղղակի քեզ են վստահում։ Ոնց է հենց մեր դեպքում, որովհետև մենք էլ ավանդական լրատվական չենք, ու այդ սաղ պատճառը հետևանքային կապերը հասկանալու ով որտեղից եկավ մարդիկ ոնց որ բան արել, տեսնում եմ քոպես ոնց որ թե վստահելի, ոնց որ թե բանիմաց մարդ ու օքեյ է որ քո մեկնաբանությունը վերցնեն եւ այդ միակ աղբյուրը ունեն, որ
պատրաստ են օրվա մեջ մի ժամ հատկացնել, տեղեկացված լինել եւ վերջ, էլ չխորանալ այդ ամեն ինչը։ Էս չի գալիս վերաֆորմատավորելու, գուցե արդեն վերաֆորմատավորված է, այդպես ուղղակի այդպես մենք ինչ որ հին սինդրոմ ունենք, որ պետք է նենց էլ լինի։ Այդ առումով լրիվ հետ համաձայն եմ, անհատները այս պահին ավելի շատ վստահություն ունեն, քան խոշոր մեծաները։ Բայց մենք այս բaragայում խինացինք այս ճանապարհը, որտեղ խոսք գնում էր միջազգային մեդիայի մասին, որ պատկերը ավելի ընկալելի։ Նախ վիզուալ տեսանկյունից դու պիտի այդ հեղինակությունը ցույց տաս։ Դու պետություն ես ներկայացնում։ Ասում եմ, պետական չես, բայց պետական պրոյեկտ է ինքը իրանով։ Դու պետություն ես ներկայացնում։ Արդյոք դու կարաս այնտեղ պարզապես ինչ որ մեկին Դավիթի պես, որ իր աշխատասենյակում տանը մի պատի տակ նստում մեկնաբանություններ տալի, այդ նույն ձևաչափով մոտենաս։ Ոչ, դու վաղը չեմ իսուր հրավիրելու ես քո երկիր հյուր եկած ինչ որ ղեկավարի, դեսպանի, արտգործնախարարների, պետական պաշտոնյաների։ Սա այդ միջազգային մեդիայի ատրիբուտիկան է։ Եթե գնում ենք անհատներին, հա, ին դիտումները, ձեր դիտումները կան ավելի շատ լինեն, քան ինչ որ դասական մեդիայի ամբողջ ամսվա դիտումները։ Բայց եթե մենք գնում ենք միջազգային մեդիային, ու դու ներկայանում ես, արտահանում ես քո տեղեկատվությունը այլ երկրներ, այստեղ քեզ այդ ատրիբուտիկան արդեն պետք է, ուզենաս թե չուզենաս։ Իսկ ստեղ Հայաստանի մեջ հələ չգնանք այն միջազգային, դու այդ process-ը ոնց ես գնահատում, այդ տրամաբանականն է, օքեյ է, ինչ որ բան օքեյ չի, որովհետև իմ մեջ էլ այդ հələ ես բոլոր բարիկներից օգտվում եմ, որ մեզ նայում են, բայց ինքս իմ մեջ մեկ-մեկ լինում այլ որ մտածում եմ ինչի պետքա տենց անպայման հումորով բան լինի, որպեսզի նայեն, էլի, կամ ինչի պետքա քո դեպքո անհատական մոտեցումը ինչ որ լինի, որ նայեն եւ ինչն է, էլի սխալ, որովհետև այդ ինստիտուտները որ կային, ոնց որ թե էլ այդ հեղինակությունը կարող է իրանք որպես ինստիտուտ դեռ կան, բայց հեղինակությունը ոնց որ չեն վայելում։ Երբ որ դու տանը քո վատ ռեմոնտ արած պատի վրա ես ֆոնին ես նստած եւ բան ես պատմում, մեկնաբանում ես իրավիճակը, մարդը թիկունքում այդ միլիոններ չի տեսնում։ Ինքը գիտի, որ դու դա քո տանն ես անում, դու ոչ մեկից կախված չես, կախվածության եւ անկախության։ Բայց այդ վաղ քեզ մեկը այլի չէին ասում, ով է ֆինանսավորում։ Ասում են ինչական ես, ֆինանսավորումը բան չկա։ ֆինանսավորումը դեռ մի կողմ, դու ինչական ես, հիմնական հարցը այդ է։ Որովհետեւ երբ որ դու քննադատում ես եւ մեկին եւ մյուսներին, ինքս ասում ես ոնց կարա լինի, ինչ որ մեկին դի սիրես կամ ատես։ Եթե սեր կամ ատելություն չկա, դու ամորֆ ինչ որ մեկն ես, բայց այստեղ էլ հստակ ասենք, էլի, այդ թվում նաև փորձից ելնելով։ Գերակտիվ սոցիալական մեդիայում գերակտիվ մարդիկ են այդպիսի մեկնաբանություններ գրում, որովհետև կա առողջ մեծամասնություն, որին մենք չենք նկատում, եւ որոնք ոչ մեկնաբանություններ են գրում, ոչ subscribe են ելնում, ոչ էլ like են սեղմում, ժողովուրդ։ Բայց դա այդ առողջ մեծամասնությունն է։ Հիմա ինքներդ գնահատեք, երեկվան երբ որ ինչ որ գժական նյութ եք նայում, դուք միշտ մեկնաբանություն եք թողնում դրանց։ Կամ բոլոր էջերին այլևս ոչ լայքն էլ չեք սեղմում։ Եվ դա այդ առողջ մեծամասնությունն է։ Ես չեմ ասում են մարդիկ, ովքեր լայքն են սեղմում, մեկնաբանությունները գրում են անառողջ չեն։ Մեր այսպիսի մարդիկ կան, օգտատերեր կան, որոնք իմ մոտ գալի մեկնաբանություն գրում են, հետո ես գնում եմ ուրիշ տեղեր նյութեր նայելու, այդ նույն մարդը, այդ նույն օգտահաշիվը բոլոր տեղերը մեկնաբանություններ ա գրում։ Հիմնական գործը ինչ որտեղ մեկնաբանություն գրում։ Մասնակցում է Հա, ինքը մասնակցության զգացողությունը շատ կարևոր է։ Այսինքն ինչ որ ծայրահեղ մասսակ է այդ գրողների մեջ, որոնք ամենուր են, որովհետև իրենք այդպես արտահայտում են իրենց կարծիքը։ Հետո մտնում ես, ասենք մեկնաբանություն կարող լինի 3000 լայք հավաքել։ Դա իր համար կարևոր է, ինքը լսելի է դառնում։ Ինքը տեսանելի է դառնում։ Եվ մենք տեսանելի ենք, չէ՞ դառնում։ Կնայեմ պայմանական այս եթերը մի քանի 10000 հոգի։ Մենք տեսանելի ենք, մենք դրա խնդիրը չունենք, մենք արդեն բավարարված ենք տեսանելիության տեսանկյունից։ Եվ պատկերացրու ինչքան մարդ կա, որ տեսանելիությունից բավարարված չի դեռևս։ Դե ինչ, երևի արդեն տեսնում եք մեծ փոփոխությունները, որ տեղի են ունեցել ոչ միայն մեր տաղավարում, այլ Spin Ideas Agency բոլոր հաղորդումների տաղավարներում։ Մենք արդեն տեխնիկապես վերազինված ենք եւ պատրաստ ենք ձեր բիզնեսը դարձնել շատ ավելի լավ բիզնես։ Ձեր ոդկասթի YouTube նախագծի համար ունենք տարբեր ստուդիաների լայն ընտրություն, պրոֆեսիոնալ թիմ, որը լավագույնն է տարածաշրջանում։ Ձեր հարցերի կրեատիվ լուծումները Spin Ideas Եկեք Agency։ մեզ մոտ եւ դարձեք YouTube-ի հաջորդ դեմքը։ Okay, քանի քեզ բռնացրել ենք, մի փոքր փորփրենք ուղեղը։ Ոնց պետքա մեդիան իրան պահի այն շատ լարված պահերին, տենց գեր էմոցիոնալ պահերին։ Ասենք թե ազգային ժողովի մոտ բախում է, այնտեղ կան ինչ որ դրվագներ հենց բուն բախման ու այդտեղ մի քանի տարբերակ կա, հա, ընդդիմությունը տենց մաքսիմալ զումով ցույց է տալի ամենաշատ տենց արյունոտ մասերը կամ տենց հարվածների մասերը կամ ինչ որ հենց բուն բախման էպիզոդները։ Իշխանական մեդիաները ցույց են տալի, դե ժողովուրդը հարձակվեց, ոստիկանությունը պաշտպանվում էր, այնտեղ եթե ինչ որ մեկը նռնակ, հա, ձայնային նռնակ վերցրեց, ինչ որ տենց
շատ վատ դեպք եղավ, իշխանությունը ասում է դե մարդը ոնց որ նորմալ չէ, էլի, դա տենման նռնակա վերցնում է ձեռքով։ Դիմությունը ասում է հատուկ ենք նենց ենք Գցել, որ այդ խեղճ մարդը վերցնի դա, որտեվ ինչպես չվերցնել, եթե դնում ես նռնակ, ոչ իմ չեմ ուզում խորանամ։ Այնտեղ շատ դժվար է կողմնորոշվել, որովհետեւ նյութը շատ է, որ կողմից էլ բանես, ինքը կարա լինի ճիշտ, բայց ոչ օբյեկտիվ։ Օրինակ ամերիկյան դատական համակարգում են որ ձեռքը դնում են Աստվածաշնչի վրա, հատուկ 3 բառ են շեշտում. ասել ճշմարտություն, միայն ճշմարտություն ու ոչ մի բան ամբողջ ճշմարտություն ու ոչ մի բան բացի ճշմարտությունից, որտեվ մենակ ճշմարտություն ասելը դա քիչ է։ Եթե դու ասում ես որ նռնակա պայթել ձեռքի մեջ, դա ճշմարտություն է, բայց դա քիչ է։ Եթե ամբողջ ճշմարտությունը չես ասել, ասենք թե որ նռնակը ակնհայտ է որ պայթում էր, որ պետք չէ վերցնել նռնակը, բայց նաև ոչ մի բան բացի ճշմարտությունից, որտեղ պետք կարա այնտեղ ինչ-որ բաներ ավելացնի, որ էս է մեղավոր կամ այն է մեղավոր։ Հիմա ոնց լուսաբանել էմոցիոնալ տենց գեր հագեցած դրվագները առանց ընկնելու ինչ-որ մի ծուղակը, որ ինչ-որ մի մենակ կոնկրետ մի կողմին օգնի, այսինքն օգնի միայն հասարակությանը, որ տեսնի ինչ է իրականում կատարվել կոնտեքստով, ուստեղ մեղավորների պահն է մեկ էլ օդի մեջ, ով է մեղավոր ավելի շատ, թե ով չէ, թե այդ մասը вообще պետք չի տալ։ Մի հիասքանչ մի քիչ արվից գամ էլի։ Մի հիասքանչ կազմակերպություն կա ժամանակին, հիմա էլ կա, բայց ոչ այն ձևով որ նախկինում կար Internews Armenian, որը եթեր էր թողարկում մենք ենք նախագիծը։ Ես իմ առաջին ռեպորտաժը 14 տարեկանում մենք ենք նկարել։ Մի տարի մենք աշխատել ենք, մենք գնացել ենք, միջազգային դասընթացներ ենք անցել։ Ու առաջին ինչ որ 14 տարեկանում մեզ ասում էին, դա բազմակողմանիությունն է, որ պիտի պարտադիր ապահովես եւ երբեք սեփական կարծիքը եթերում չարտաբերես։ Քո խնդիրն է ապահովել դեմ եւ կողմ կարծիքը իդեալական տարբերակով։ Բերել նաեւ անկախ փորձագետի, ով որ այդ դեմ եւ կողմ կարծիքները կմեկնաբանի եւ ոչ մի դեպքում չարտահայտել սեփական վերաբերմունքը ցույց չտալ եթերում։ Հիմա այս ինֆորմատը մի քիչ փոխվել է, այս մեկնաբանությամբ եմ զբաղվում։ Այս էլ մեծ հարց է, էլի։ Ամենը մեկ իրան անվանում է վերլուծաբան, հետո փորձագետ բան եւ այլն, դրանք լեվելներ են։ Ես ամենացածը լեվելում եմ։ Ես մեկնաբան եմ։ Որտեւ ես չունեմ բավարար գիտելիքներ, որ ինձ անվանեն վերլուծաբան, եւ չունեմ բավարար փորձ, որ դառնամ փորձագետ։ Բայց դե մեր դաշտում Ոչ մեկի համար խնդրեմ չի։ ում համար պրոբլեմ։ Հայաստանում որ իրանք անվանեն Փորձագետ այդ փորձ ունեցող մարդ է, այսինքն process-ին է, երբ որ ինձ ասում են գիտես, ոնց կմեկնաբանես, վերջերս հրապարակված փաստաթղթերը բանակցային, ասում եմ ինգեր, ես այդ բանակցային գործընթացին չեմ մասնակցել, ես այդ մարդկանց հետ անձնական շփում չեմ ունեցել, ես փորձը չունեմ բանակցելու առհասարակ, ես ոնց կանամ փորձագիտական մակարդակում արտահայտեմ։ Իսկ մարդիկան ասում են, ես սրա մասին ստատուս արդեն գրել եմ, մի անգամ տես հղում են անում պրոստը իրենց Facebook ստատուսը։ Իմ պարագայում իմ խնդիրը օրինակ, մարդկանց պարզապես ավելի հասանելի լեզվով հավաքել ինֆորմացիա, մեկտեղել դա եւ մարդերենով բացատրել, որ ինքը ընտրելու հնարավորություն ունեն։ Այքան ամենակարևորն, երբ որ ասում ես ճիշտ, սխալ, մեղավոր, ոչ մեղավոր, դու խնդիր չունես մեղավորներ դնելու եթերում։ Դու մարդուն պիտի տաս ընտրելու հնարավորություն։ Դու տալիս ես ամբողջական պատկերը, այդ որ ասում ես որտեղ պիտի կանգնած լինես, մեջտեղը պիտի կանգնած լինես կամ մի քիչ ավելի բարձր, որ դու ընդհանուր պատկերը տեսնես։ Ես էլ ես ներկայացնում, ասես ընկեր, ես քո փոխարեն չեմ որոշելու որն է ճիշտը եւ որը սխալը։ Դու պիտի ինքնուրույն ընտրություն կատարես։ Ճիշտ էր, որ այդ մարդը վերցրեց եւ տրակեց, ձեռքում պայթեց այդ նռնակը։ Ճիշտ էր, որ ոստիկանությունը ուժ կիրառեց։ Ճիշտ էր, որ մարդիկ հարձակվեցին։ Որտեվ բոլորի դիրքորոշումները լսելիս միայն դու կարաս վերջնական ամփոփման գաս եզրահանգման դու ուզում ես գնաս այնտեղ գտնվես ոստիկանների կողմին ի պաշտպանություն օրինակ պայմանական իշխանության, թե ցուցարարների կողքին ի պաշտպանություն ընդդիմության։ Հա, միշտ այդ բանն է, որ ու դրա համար ասա խնդրում եմ արդյոք համաձայն ես թե չէ, դրա համար ես հատուկ համ այն կողմին եմ առանձին լսում, համ այս կողմին, որ այդ միջինը քո ասած գտնեմ, որտեղ այդ բուն միջինը տենց շատ ազատությունն է, փորձում է տենց շատ գնահատականներ չտալ, բայց ընդհանրապես mainstream-ը հիմնականում կամ ասում են, ըհն ոստիկանությունը ջարդեց ցուցարարներին կամ Ոստիկանությունը պաշտպանեց։ Ցուցարարները հարձակվեցին կարմիր բետավորների վրա։ Այդ երկուսի արանքում ենք էլի ոնց որ արդյոք լուծումը այդ է, որ մի հատ այն ծայրահեղություն ունես, մի հատ էլ մյուս ծայրահեղություն ունես։ Լուծում չկա հավատ։ Որովհետև տես, մենք էլ էինք մի քիչ անհասկանալի իրականում դաշտում, առավել եւս ներքաղաքական։ Առհասարակ մեր հիմնական խնդիրը reopen-ի չի եղել տեղական ծառայություն զարգացնելը։
Մեր տեղական ծառայությունը պիտի լիներ օտարալեզու ծառայությունների պես մի ծառայություն։ Բայց քանի որ մենք հայկական դաշտում ենք, այստեղ պիտի հիմնավորվենք, հետո ալգորիթմները YouTube-ում պիտի քեզ ճանաչեն որպես հիմնական ալիք, որ դու կարողանաս դրանք կապած այն մնացած ալիքները տանես առաջ։ Հենց ներքին դաշտում ես հայտնում ու դու կողմ չես վերցնում, սկզբնական շրջանում մենք չէինք կարողանում հյուր հրավիրել։ Որտեղ էս մարդիկ գցում բռնում էին, բայց ով ձեզ փող տված կլինի, բայց խի հենց ընտրություններից առաջ բացվեցիք, բախից էս ճող բացվեցիք եւ այլն։ Եվ չես կարողանում բացած ընկեր։ Ես քեզ եմ հրավիրում։ Մեր եթերում օրինակ մի օր կար Աշոտյանը, հաջորդ օրը կար ԿՊԱ-կան падգամոր ինչ Լիլի Հարությունյան։ Ու այդ երբ որ 1 2 3 4-ից բոլոր մարդկանց կանչեցինք, իրանք հասկացան, որ մենք խնդիր չունենք, բոլորի համար այդ առումով բաց ենք։ Սկսեցին ավելի ակտիվ գալ։ Հետո առաջարկել, որ իրանք էս մարդուն կարան ասեն, որ գա մեր մոտ, որովհետև դա շատ շատ մի այլ կարևոր բան, որ այդ խոսակցություններից տարանջատվեինք, հա, ես հատուկ նամակներ էի ուղարկել, բացարձակաբար, որովհետև գիտեի խոսակցություն, կանխատեսել էի, որ այս բոլոր խոսակցությունները լինելու էին։ Նամակներ էի ուղարկել պետական համակարգին, ամենակարևոր կառույցներին, որոնց օտարալեզուները կարող են ինչ-որ փուլում պետք գան, օրինակ, որովհետև սա պետական ռոպագանդային ինչ-որ փուլում իմ մեծ երազանքներով պետության տեսանկյունից պիտի դառնար կարևոր ինստիտուտ, չդարձավ կդառնա։ Եվ ընդդիմադիրներին գնացել եմ հատ բոլորին հանդիպել եմ, այն մարդիկ ովքեր լսում են գիտեն, որ գնացել եմ իրանց հետ հանդիպել եմ։ Բացատրել եմ, պրեզենտացիա եմ ցույց տվել, ասել եմ ժողովուրդ ջան, ներքաղաքական կյանքում մենք լուծելու խնդիր չունենք։ Բայց քանի որ ծառայությունները 10 պիտի լինեն, հայալեզուն չենք կարա մերժենք, փակենք, ասենք, գիտեք, մենք այստեղ չկանք։ Բայց մեր հիմնական ասելիքը մնացած 9 լեզուները պիտի լինեն։ Ես պատկերացնում եմ, որ մեկ այդ հանդիպում սենց ասեք, քեզ լսել են, վերջում ովա կանգնած դեր։ Չէ, ովա կանգնածի հարցն է իմ համար աբսուրդ։ Ես մի տարի շարունակ մեր հիմնական աջակցի անունը մեծ տարերով իմ եթերում գրել եմ։ Հետո այդ մարդը ինձ ասում է, խնդրում եմ անունս մի տուր էլի։ Okay։ Գնանք հետ գնանք։ Հիմա, եթե հետ գնան մի տարի շարունակ, երբ որ ես ասում եի աջակցեք ինձ համահայկական լրատվական գործակալությունը ձևավորելու համար, այդ մարդը սկսեց աջակցել մի տարի շարունակ իմ եթերում բոլոր աջակիցների մեջ առանձին մեծ տարերով հատուկ շնորհակալություն այս մարդուն։ Ու երբ որ ինձ ասում են, գիտես, ով է քեզ հովանավորում, հլա անունը ասա։ Ժողովուրդ այդ մարդը այն մարդկանցից ասում է, լսի, ես խնդիր չունեմ լավ բան անելուց, անունս ամենտեղ գրելու, ինքը լիք ուրիշ պրոյեկտներ էլ արել։ Բայց ասում է, ես խոշում եմ դրանից, չեմ ուզում, որ իմ անունը որևէ կերպ բերել։ Բան լավ է, վատ է, իմ համար էլ էր տարօրինակ ամենասկզբում, որտեղ ես էլ եմ, որ ամենասկզբում ասեց ես քեզ կօգնեմ, ասի։ Ոնց կարա տենց բան լինի, ինչ որ մեկը ասի, ես քեզ կօգնեմ։ Չի լինում տենց բան, որտեղ իմ մոտ էլ անհավատություն կար այս տեսակ մեծ պրոյեկտին, կարա ուղղակի աջակից հայտնի։ Լուրեր սպառողների մոտ էլ այդ բանը կա, իրանք ոնց որ սովոր չեն դատել հենց բովանդակությամբ, իրանք ասում են անկախ բովանդակությունից, եթե SS կոմա, այն կոմա, նույնիսկ եթե ասենք ինչ-որ մի ուժի ներկայացուցիչ լրատվամիջոց սկսի այտենց ուղղակի օբյեկտիվ լրատվություն տալ, մեկը չեն ընդունելու դա, ինչ sense կարող է sense վերին միայն ճշմարտությունն է, բայց այդտեղ մի ուրիշ բան է, մենք հիմա դատում ենք կոմենտներով, մենք դատում ենք մեկնաբանություններով։ Իսկ եթե դու մտնում ես եթեր, 24 ժամվա ընթացքում այդ եթերը 150 կամ 200,000 դիտում հավաքում, չես գնահատում դա։ Դե, հա։ Այսինքն մեկնաբանություններ գրողները 1000 հոգի, 1000 հոգին է եղել, բայց եթերը դիտել է 200,000-ը։ Ու այդ կլիկերը չեն, դու մտնում ես, ասում ես, սպասի, կարող են ինձ խափում է, ինչ չեն լսում։ Մտնում ես միջին տևողությունը քո տեսանյութի նայում ես, տեսնում ես, որ դա 50+% է, ու դու հասկանում ես, որ այդ մարդիկ կան, որ վստահում են քեզ։ Այսինքն այդ իրավիճակը չի, որ այդ մեկնաբանությունները գրողը ինչ գրել են, բոլորը տենց են կարծում։ Հակառակ դեպքում խեր 200,000 մարդ նայեն։ Իսկ այդ դեպքում հարց եմ գցում երկուսիդ էլ, էլի, օբյեկտիվությունը вообще պետք է, թե չէ, որովհետև ես ժամանակին այդ հարցին այդպես որ տալիս էին անկոմեզին, բան ասում եք, դե մենք համ իշխանությանն ենք քննադատում, համ ընդդիմությանն ենք քննադատում, բայց ժամանակի հետ սկսեցի հասկանալ, որ մեր օբյեկտիվությունը էդի նախ տենց իմ ինչ որ գրած, եթե կտորնա տենց սուբյեկտիվ իմ, լրիվ սուբյեկտիվ իմ մոտեցումն է, եթե մենք Սերգեյի հետ այդ հարցում համաձայն չենք, որը մեկ-մեկ էլ նոմա, օքեյ, այդքանով օբյեկտիվ է, որ այս հարցի շուրջ, բայց ասենք կտե կարեր երրորդ կարծիք ելներ, չորրորդ կարծիք, ինքը մեկը այս երկուսի սուբյեկտիվությամբ ստեղծված օբյեկտիվությունն է, ոնց որ ինչ որ անիմաստ խաղեր դառնում, փորձել հավակնել ինչ որ օբյեկտիվության, որին մեկա չես հասնել, դա պրոստո սխալ ոնց որ նպատակ էր էլի դրված։ Իսկ հիմա ասես որ հանգիստ ասում եմ շատ սուբյեկտիվ է մեր հաղորդումը, իմ կարծիքն է խառնած Սերգեյի կարծիքի հետ, ու всё в принципе։ Ինչ ես այդ կանամ այդ մասով չհամաձայնեմ։ Տես, ես օրինակ ինչ շատ կախված եմ համարում իմ լսարանից, շատ կախված։ Երբ որ տես հատուկ
տենց եմ ասում, որ բոլոր կողմերը տարբեր կողմեր, տարբեր։ Երբ Վազգեն Գալստանյանը կամ Սրբազան Բագրատը Կիրանցից շարժվում էր Երևան, ու մայիսի 9-ին պիտի ցույց տեղի ունենար Երևանում, իմ մոտ մեծ լուրջ հարցեր առաջացել, արդյոք ես պիտի գնամ հրապարակ տեղում ուղիղ եթերով լուսաբանելու թե ոչ։ Գնամ թե չգնամ, գնամ թե չգնամ։ Արեցի պարզ բան, YouTube ալիքում բացեցի հարցում, Telegram ալիքում բացեցի հարցում, ասեցի սիրելի լսարան, ես ձեր աշխատողն եմ։ Կանգնած եմ շատ կարևոր ընտրության առաջ։ Ձեզ պիտի հարցնեմ, որ հետո այդ խնդիրներ չառաջանա, այ դու խի գնա, այ դու գնացի այդ միտինգին, ուրեմն տակը մի բան կա, ուրեմն դու դրանց հետ ես։ Ասի խնդրում եմ ինքներդ քվեարկեք։ Կարիք զգում եք, որ ես տեղում հանրապետության հրապարակից լայվ ռեժիմով ձեզ պատմեմ ինչա կատարվում թե ոչ։ Յուրախություն ինձ 84% օրինակ YouTube-ում ասեց այո եւ քվեարկել էր մոտավորապես 16000 մարդ։ Այո գնա։ Այո գնա։ Okay։ Ու այդ 84%-ին բանի տեղ չդնել չի լինի։ Այդ դեպքում երբ որ դու գնում ես հանրապետության հրապարակ, ասում ես Ժորժ ջան, ես ձեր պատվերով եմ գնացել։ Չէ, դա քո մեկնաբանելու վրա դեռ չի ազդում։ Չէ, չի ազդում։ Գնալ Մեկա սուբյեկտիվ ես մեկնաբանելու այնտեղ։ որտեղ այս աշխարհում որևէ օբյեկտիվ բան չկա։ Բայց եթե ես ուղակի վեր կենայի գնայի այնտեղ, ինձ կհարցնեին, կասեին, «Խի այդ լայվերը կա, դու չէիր կարող»։ Կարևորություն է տալիս ամեն դեպքում։ Բայց որտեղ սա էլ վերաբերմունքի հարց։ Դրա համար այդ առումով ես լսանին միշտ ականջ եմ դրում, ասում Ժողովուրդ, դուք դրա կարիք ունեք թե չունեք։ Դուք կարիք ունեք, որ ես անդրադառնամ այս հարցին, թե չէ։ Օրինակ, ես վերջերս ադրբեջանական նավթամթերքի Հայաստան ներկրման մասով եւս մի քվեարկություն էի դրել 10000-ից ավել քվեարկություն եղավ, ու հասկացա, որ մարդկանց շատ է հետաքրքրում թեման, արի այդ դեպքում մի տեսանյութ սարքեմ, թե ինչ առավելություններ, ռիսկեր, վտանգներ կան լինեն ադրբեջանական նավթամթերք օգտագործելու այդ եթերն եմ սա։ Այսինքն հանրությունն է ինձ պատվիրում, թե ես ինչ կոնտենտ տամ, ինչն է իրան հետաքրքիր։ Իհարկե ծայրահեղությանն էլ չպետք է գնանք, որտեղ այս առումով լսանին վստահում եմ փառք ասու, ես համարում եմ, որ մեզ լսող մարդիկ, դրանք adekvat, ռացիոնալ մտածող մարդիկ են, վստահ եմ ձեր արձագանքներից եք դուք լիքը տեղեր արտերկիր գնալուց կլինի, թե այստեղ Երևանում քայլուց, կհասկանաք, որ adekvat մարդիկ են ձեզ։ Ամենալավ մարդիկ։ Հա։ Ու այդ առումով դու վստահում ես իրան, ասում ես լավ, օքեյ, եթե դա քեզ անհրաժեշտ է, ես այդ ուղղությամբ ուսումնասիրությունը կանեմ, ու քանի որ մարդերն են բացատրում են ինչ որ մնացածը տերմինաբանությամբ են բացատրում կամ շատ խառը, քեզ կտամ են ինչ որ դու ուզում ես։ Այստեղ մի հատ հարց ունեմ, բայց քո, այսպես ասած, մոտեցում այդ օբյեկտիվության հարցին։ Դե հարցումները օքեյ է, այդ հետաքրքիր գործիք է, մենք էլ փորձեցինք դա, էլի որ չենք կողմնորոշվում։ Մի կողմից անընդհատ հերակա բանավեճ էր գնում, տենց ինչ որ մեր մասին էին բադ բան գրում Ալեն Սիմոնյանը։ Իդեպ այդ մասով կա։ Մենք ինչ որ հաղորդման մեջ, հետո մտածինք մի հատ պետքա պարզաջրել բանել, բայց քանի որ մենք ունենք մեր հիմնական աջակցող լսարանը դա Patreon-ում էր, որոշեցինք ուղղակի այդ բեռը պատասխանատվության գցել իրանց վրա։ Արեցինք Դե լավ ես ասում գցել պատասխանատվության։ ջեբ արտապացինք ջեբա, ես օքեյ, հա։ Հա, թող այտենց ընտրության բաներ մեծ մասը ճնշող մեծամասնությունը ասեց, իհարկե, բան արեցինք։ Այդ առումով, հա, բայց մյուս առումով շատ ու ինչն է լավ այս վիճակի, երբ դու կարող ես քո սուբյեկտիվ կարծիքը ասել, երբ դու սեփական հեղինակային, մեր հեղինակային հաղորդում է, հա, մենք ինչ ուզում ենք ասում ենք։ Ինքը բառը ասում է, որ օբյեկտիվ չի։ Նույնիսկ այդ կոմենտները, հա, մի քանի, ասենք 100,000 նայողներից մի քանի 100 հոգի, որ կգրեն կամ բան, իմ վրա вообще չեն ազդում։ Այդ սրաչ լինի, թե հակահարված լինի, ինչ որ մի քանի ընդդիմադիր բաներ, ինչ որ բան կգրեն, զրո ազդեցություն է իմ վրա։ Փորձ է ձեռք բերել, դա իմունիտետ։ Հա, հա։ Դրա համար ես մեկ ինչ որ բան եմ ասում, որ վստահ եմ, դա ոչ պոպուլյար բան է, շատ ոչ պոպուլյար է, եթերում ասել, որ ես աթեիստ եմ։ Շատ քիչ պոպուլյար բան է մի երկրում, որ 99%-ով ես առաքելական աթեիստ եմ, իհարկե։ Մշակույթը տկրում եմ մեջս, բայց ամեն դեպքում դա ոչ պոպուլյար բան է, բայց օքեյ է, որոշ մարդիկ կարող են լինել ոչ նման, բոլոր մյուս 99%-ին։ Ուզում ասեմ, այդ առումով սուբյեկտիվ մասը ես ընդունել եմ իմ մեջ որպես շատ նորմալ։ Բայց դա աննորմալ չի, որովհետև մենք ամեն դեպքում սուբյեկտներ ենք էլի, ասենք, ինչքան էլ բայց այդ բանը միշտ գալիս է, այդ մեկնաբանությունը բարբերաբար կամ։ Հիմա ես ուրիշ բան եմ քեզ ասում, երբ որ օբյեկտիվության մասին ենք խոսում լրագրության մեջ։ Մի լրատ, չգիտեմ, ձեր մոտ ոնց է այլ լրատվամիջոցների անուններ կարելի է հնչել։ Լրիվ։ Կա մի հիասքանչ լրատվամիջոց, որի անունը Օրագիր News-ը։ Մի հոդված են հրապարակում մեր փակման հետ կապված, մենակ վատ բաներ են հրապարակել իդեպ, մեկը չասեց, ես եկա մեծ ախի փակվեց, adekvat հարկ չէ։ Ասենք դուք առաջին մարդիկ եք, որ զանգեցիք, վայ։ Ուրեմն գրումը ասում է,
փակվեց Free Open Media-ն եւ մեր ունեցած տեղեկություններով շատ տարօրինակ խմբագրական քաղաքականություն էր իրականացվում ներսում։ Լրագրողներին պարտադրվում էր նկարանել մեկ ընդդիմադիր ռեպորտաժ, մեկ իշխանական ռեպորտաժ եւ մեկ չեզոք ռեպորտաժ, օրական 3 ռեպորտաժ, ասում եմ ինչ որ մեկը պատմել է, բայց միջև վերջի պատմել ինչա կատարում։ Քան այն լիտուչկեքի ժամանակից մենք ամենառոտ լիտուչկա ենք անում, ոնց որ բոլոր յուզերում հավաքվում ենք, ասում եմ երեխեք էական նշանակություն չունի։ Ինչ ռեպորտաժ նկարում եք, եւ ընդդիմության ներկայացուցիչներից եք զանգում մեկնաբանություն վերցնում, եւ իշխանականներից եւ իդեալական տարբերակով մի անկախ փորձագետ, եթե գտնեք, Էդի ամենադժվարն է, չէ՞։ ասում մի անկախ փորձագետ, որ կգտնեք այս դաշտում, կբերեք, կնստացնեք, կասեք մեկնաբանի նրան էլ։ Ուրեմն սա գնացել է այդ ֆանտաստիկ լրատվամիջոցի խմբագրական եւ տարօրինակ քաղաքականություն է։ Եթե անգամ 3 ռեպորտաժ պարտադրեի լրագրողներին նկարել, մեկը ընդդիմադիր, մեկը իշխանական, մեկը չեզոք, դաժե այդ պարագայում դա նորմալ է, որովհետեւ մարդը պիտի ինտուիցիան հնարավորություն ունենա, այսինքն այդ լրատվամիջոցի համար, եթե ինքնին դա լրատվամիջոց հնարավոր է անվանել, աննորմալ է, որ 3 կարծիք պիտի լինի եթերում, հասկանում ես։ Ու մենք զարմանում ենք, թե ինչի են մեր մարդիկ բևեռացված։ Ու մյուս բանն էլ կա, չեզոքի տեսանկյունից շատ քիչ է դաշտը չեզոքների տեսանկյունից։ Երբ որ դու չեզոք ես, դու ավելի վտանգավոր ես, քան եթե չեզոք չես։ Օրինակ, եթե ես դիտկարված եմ ընդդիմադիր դաշտում, որ ասում եմ շունա կծում է, վсё, հանգիստա գիտենք, մերը չի։ Երբ որ դու իշխանական ես, գիտես, ասում եմ, դե ռոպագանդա է, իշխանությունն է եւ այլն։ Իսկ եթե դու անկախ ես, իսկ եթե դու ընտրություններից մի ամիս առաջ հանկարծ որոշեցիր վեր կենաս, այդքան ռեսուրսը հավաքել ես մեդիայի տեսանկյունից, ու սկսես ինչ որ մեկի խաղը խաղալ, դու միշտ ավելի վտանգավոր ես։ Դու միշտ ավելի վտանգավոր ես, որտեվ իր մտքում միշտ լինելու է բավոր ու հանկարծ։ Դրա համար ավելի լավ է դու չլնես, քան դու լնես։ Որտեվ եթե դա այս տեսակ լրատվամիջոցն է, ինքը դե նախկիններին նա նրանք են փողերը տալի, արդեն գիտենք։ Այս տեսակից դե սրանք էլ իրանց կուսակցության ունեցած լրատվամիջոցն է, պետք է չի մտածել իրանք ինչ կանեն, մեկը Փաշինյան են գողալ։ Դրա համար Սիմոնյան Ալենի ազգային ժողովի խոսնակի ձեր ինտերվյուի մասով ինչ է, ես անձամբ շատ ջղայնաց։ Կարդում ինչ ընդդիմադիր գործիչների ստատուսներ, որտեղ դատապետում են Նարեկին Սերգեյին, որ Ալեն Սիմոնյան են կանչել։ Ասում դեսի ձեր ինչ գործ այդ մարդիկում են կանչել, սկսենք դրանից։ Ես ազատ եմ որոշել, ես ում հետ կզրուցեմ եթերում։ Ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը իրավունք չունեն բուլինգի միջոցով այս կամ այն մեդիա գործչին դատապետել ասել այ դու այս մեկին չպետք է կանչել եթեր։ Ինգեր, եթե ես կարող եմ լսարանին հասցնել տալ այդ մարդուն ծանր հարցեր, որ լսարանը ստանա պատասխանը, որովհետև մենք լիքը բան գիտենք, չէ՞, մենք այդ մարդկանց կանչում ենք ավելի շատ եթեր, որ հնչեցնենք հարցեր, որոնց պատասխանները հետաքրքիր կլինի լսարանին, ոչ թե մեզ։ Որովհետև շատ դեպքերում մենք արդեն գիտենք ինչա կատարվում։ Չէ, դա շատ դեպքերում նաև այն ֆորմատը, որ միշտ կա, ճեպազրույց, որը ինձ թվում է դրա OGG-ն մինուս է ձգտում, էլի, որովհետև անգամ եթե շատ տեղին հարց է հնչեցվում, ինքը զուտ ժամանակի բանով ոչ որ պարզաբանում չի Շատ լավ օրինակ էլ վերեցի։ Այս ֆորմատը հնարավորություն ունի հարցի հետևից նույն ճեպազրույցը, օրինակ, ձեր մոտ մոտավորապես 170,000 դիտում է հավաքել այդ ինտերվյուն։ Ճեպազրույցների տեսանկյունից։ Մտածում եմ, լավ, այս ընդդիմադիր գործիչները, որ այդ ընդդիմադիր մեդիաները գնում են Փաշինյանի հետ կառավարական կառավարության Չի մտնում դրա տակ, դա կապ չունի։ Որ իրանք գնում են Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը, այ որ Նարեկն ու Սերգեյ Ալեն Սիմոնյանն են կանչել եթեր, բանը հանրայնացրել են Ալեն Սիմոնյանի։ Մանավանդ որ բովանդակության մասին չկար քննադատություն, բովանդակության մեջ չէ, Հա չէ, մենակ փաստը որ Ալեն Սիմոնյանին է կանչել։ Դա իրականում շատ կոմպլիմենտ է, էլի ոնց որ նաև լավ, որ բովանդակության մասով ոչինչ չկար ասել։ Ասում եմ, այդ գնում ենք արդեն դատակ դաշտ, ունես տպավորություն է ստացվում, որ մենք արդեն մեր տեսակ մարդիկ պիտի սկսեն հարմարվել ընդդիմության ու իշխանության այդ բաներին, էլի, այս մեկին մի կանչեք, այն մեկին կանչեք, այս մեկը ավելի լավ, այն մեկը ավելի վատ։ Տեղավորվում քո այն ասած, որ միշտ են ակտիվ փոքրամասնությունը ավելի քաղաքականացած ինքն է գրում ստատուսները, դե իրանք էլ հիմա բառացիորեն քաղաքական գործիչներ են, այս որ ես լոգիկան հասկանում եմ, խի իրանք տենց արեցին, օքեյ եմ, բանի, օքեյ չեմ որ տենց հա, բայց մոտիվացիոն գործողություն կապը ինձ համար գոնե հասկանալի է, բայց մի հատ մյուս ծայրահեղություն, դու ասացիր, որ հա լսարանը ու բարեբախտաբար լավ լսարան է քո մոտ, որ ինքը այդ նավթային ինչ որ տես թեմայում հետաքրքրված է ու պահանջում է որ դու անես ու դու էլ անում ես, բայց մի հատ ավելի մեծ լսարան էլ կա, ով որ հետաքրքրված է մի քիչ ավելի տրեշ կոնտենտի մեջ ու ոնց պահել այդ սահմանագիծը, որտեվ էդ էլ է լսարան, ինքն էլ ունի պահանջ լսել, չգիտեմ, ինչ որ սեքս սկանդալի մասին
ասենք Էստոնիայի բանում, խորհրդարանում, չկա տես բան, ուղղակի ասում, կամ կա, չգիտեմ։ Հա, ոնց է այդ բանը անում, որ այս մասային բավարարելու ուղղությամբ չես գնում։ Եթե զուտ մեդիա մենեջմենտին գնանք, դե այդ իմ թիրախը չի։ Սկսենք դրանից, որ ես այդ թիրախի համար առանձին կոնտենտ չեմ ձևավորի։ Այլ հարց որ գնում եմ մեդիա մենեջմենտ, ես որպես մեդիա մենեջեր, այդ լսանին ներգրավելու համար կարող եմ ամբողջ 100%-անոց կոնտենտի մեջ 5%-ը դրա մասին խոսամ, որ իրան կարողանամ ներգրավեմ, բայց երբ որ ինքը դգային դաշտ, ես իրան լրիվ ուրիշ բան տամ։ Որտեվ նյուզը, եթե Դա շատ նուրբ բան ասես։ շատ Նարախաղացի, այո, դա շատ նուրբ բան է, որ այդ մարդուն պիտի բերես քո դաշտ։ Մենակ ինչ ժամանակին ասում են քեզ խեն այդքան լսում, նույն հաջողությամբ Վարդան Ղուկասյան կա ժողովուրդ։ Ինձնից այդ ավելի շատ Վարդան Ղուկասյան են լսում։ Իդեպ ինքն էլ է որոշ չափով հենց այդ նույն բանը անում, անհատ մեդիա։ Ինքը անհատ մեդիա, այո, ինքը ինֆլուենսեր է, մեդիա ինֆլուենսեր, նյուզի ինֆլուենսեր է, ինքն էլ էր նյուզ տալի։ Ինքն էլ էր մտնում քաղաքականություն մեկնամ, ներքաղաքական, արտաքին քաղաքական, բայց ինքը իր ոճ ուներ։ Բայց կան մարդիկ, որ համ իրան են լսում, համ ինձ են լսում։ Եվ մեր մոտ էլ։ Ասենք դու կարաս այդ մարդկանց մեղադրես ինչ ես գնացել լս։ Ժամանակին եթե շատ դեպքերում Վարդան Ղուկասյանին ասենք Թակոն Զուգարանում էին լսում, ասում էին մարդ չլսի, որ ես իրեն լսում եմ, հետո գնում էին օթանավակայանում լսում, ես սիրուն դրած Սալիս է, ձեր լսարանը այլ ինչ ալիքներ այո, տեսնում ես։ Եթե ազատությունը չէր առաջինը, երկրորդը հաստատ Վարդան Ղուկասյանն։ Ժողովուրդ, եթե ես կարամ բալանսավորեմ իմ հայերենով այն ինչ որ տալիս է Վարդան Ղուկասյան, չեմ գնահատական չեմ տալիս, լավն է, վատն է, պետք է, չես երկում լիքը մարդ այդ մարդուն լսում է։ Բայց եթե ես կարողանամ բալանսավորեմ ու ցույց տամ, որ կարելի է այս լեզվով էլ նորմալ այդ ինֆորմացիան տեղ հասցնել եւ դա էլ է լավ բան, պարտադիր չի որ այնտեղ լինեն հայհոյանքներ, ուրեմն մարդիկ ովքեր գուցե զզվում են այն հայհոյանքներից, կանցեն լսի всё ականջս հոգնեցել, իսկ սպասի գնամ մի քիչ հայոց լեզվով լսեմ, այն ինչ որ պիտի լսեմ։ Ոնց պիտի աշխատես, այդ արդեն մեդիա մենեջմենտի հարց։ Այո, ես վստահ եմ, որ այդ մարդկանց պիտի բերես քո դաշտ, անգամ այն մարդիկ, ովքեր ծայրահեղ տրամադրված են իշխանական կամ ընդդիմանիր։ Դու իրանց պիտի բերես դաշտ ու ասես Ժորժ ջան, տենց մի նայեք, որովհետև հաջորդ տարի դուք այդ ձեր ծայրահեղության մեջ գնալու եք ընտրություն կատարեք, ոչ միայն ձեր համար ընտրություն կատարեք, այլ այն մեր երեխու համար ընտրություն կատարեք։ Դրա համար ես այդ պատասխանատվությունը որպես այս դաշտում աշխատող մարդ պիտի կիսեմ։ Ասեմ դուք ընտրություն չեք կատարելու մենակ ձեր համար։ Այս երկում շարունակելու իմ երեխային, հետո իմ թոռները ապրել։ Ես ուզենալու եմ, որ այս պետությունը անկախ մնա, ինքը չքանդվի, չփլուզվի, չդառնա ուրիշ պետության մաս։ Բայց այդ էլ ամեն մեկը դրան հասնելու են, մենք տևական տարիներ աշխատում ենք մեդիայում։ Մենք սեփական փորձով ենք, չէ՞ լիքը բան հասկացել։ Ինչ որ մեկը չի եկել պատմել ասել, այ դու պիտի այդ փորձը անցնես ու չէ՞ դու պրոստը այդ փորձը ձեռք ես բերել։ Հիմա մենք էլ այդ փորձն ենք ձեռք բերել, որ պատասխանատվություն ենք կրում այս մարդկանց ընտրության հնարավորության համար։ Ասում եմ, մի գնացեք ծայրահեղ ճանապարհով։ Ես կարամ հիմա Նիկոլ Փաշինյանին մի մեկնաբանությամբ ծայրահեղ քննադատեմ եւ մեկ այլ մեկնաբանությամբ ծայրահեղ գովաբանեմ ժողովուրդ։ Անկամ ժամանակին փորձեր էի կատարում, տենց եթե բաժանում է երկու մասի, ասում եմ, այստեղ ես քննադատում եմ, այստեղ ես գովերքում եմ։ Ու դուք կտեսնեք, թե ինչ հեշտ է մանիպուլացնել եթերում ժողովուրդ։ Մարդուն կարելի է եւ հրեշ ներկայացնել, եւ հրեշտակ ներկայացնել։ Սա արդեն իմ մանիպուլյացիայի սկիլզերի, լեզվի իմացության, կարողությունների, հմտությունների հետ է կապված։ Բայց դուք պիտի ֆիլտրեք, արդյոք վերջնարցունքում ես հասկացա ինչ որ բան էս մարդու ասացից, թե ինքը ինձ ուղղորդեց այնտեղ, որտեղ որ իրան պետք էր ուղղորդել։ Մենք կրակն ենք ընկել։ Մեզ շատ դեպքերում ուղղորդել են։ Մենք անդադար ուղղորդված տեղեկատվություն ենք ստացել։ Քննական չենք եղել։ Բայց այս առումով ես ես մեր անկախության սերունդ եմ միշտ մեզ անվանում ես մեր տարիքային խմբին։ Մենք մի քիչ այլ կերպ ենք վերաբերվում, ասենք եթե մեր մի քիչ ավելի ավագ տարիքի հերոստատիտողը, բարեկամները, ընկերները այլ վերաբերմունք ունեին նյուզին, այն մարդիկ ովքեր խորհրդային միությունում են ապրել, ովքեր իմացել են որ կենտրոնական հերոստաընկերություն կա, որ ինքը ամենաճշմարիտն է, Կոմսոմոլսկայա Պրավդա եւ այլն եւ այլն եւ այլն։ Մենք արդեն գնում ենք Եվրոպա, նայում ենք օտար մեդիաներ, սովորում ենք այդ օտար մեդիաներից, հասկանում ենք որն է այդ անկախ մեդիան, ինչի վրա պիտի հիմնված լինի անկախ մեդիան։ Հանրային պահանջի եւ ֆինանսավորման։ Դու մենակ այդ դեպքում կարաս քեզ վերջնականապես դրիվ տոտալ անկախ անվանես։ Ախպեր, ինձ հովանավորում է 1000 հոգի պատրոն։ Այդ մարդիկ ապահովում են իմ 3-րդ, 4-րդ, 5-րդ աշխատավարձ։ Լավ եմ գործս անում, բավարարում եմ իրանց, 1000 դառնում է 2000։ Չէ, 1000-ը դառնում է 500, ես խնդիրների առաջ եմ կանգնում։ Այդ նշանակում է, որ ես պիտի սկսեմ մտածել, իսկ որտեղ ես սխալ արեցի, որ իմ լսանը սկսեց ինձնից հրաժարվել գնալ ուրիշ մեկի մոտ։ Այսինքն հանրությունը արդեն այլևս, որտեվ մենք իրականում հանրային բացառիկ շահ սպասարկող մարդիկ ենք։ Մենք հանրային շահ ենք սպասարկում։ Եյ!
Հանրությունը ի վերջո իր ժամանակով է գնահատում էլի, որ հենց այդ ասում ես, որ լայվը նայում է այսքան մարդ, այդ ոնց որ ամենախոսուն գնահատականն է ի վերջո, դրանից ավելի մարդ ժամանակից թանկ բան, որը չվերականգնվող ռեսուրս է բոլորիս համար, չկա աշխարհում։ Բայց այդտեղ մի ուրիշ խնդիր էլ կա, էլի, որ անդադար դրա հետ բախվում ենք։ Եթերի գնում ենք դաշտին, նյուզին եւ այլն։ Մեր ընդդիմադիրները երբեք չեն աշխատում իշխանական ընտրազանգվածի հետ։ Պրոբլեմա այդ մարդկանց, իրենք չգիտեն ոնց աշխատել։ Իրանք միշտ աշխատում են իրանք ընտրազանգվածի հետ։ Նույնը անում է իշխանությունը։ Իշխանությունը երբեք չի աշխատում ընդդիմադիրների ընտրազանգվածի հետ։ Okay, ինգեր, եթե դու իշխանական ընտրազանգված ունես, այդ մարդիկ քեզ հավատում են։ Իրանք պալյուբոմում քեզ հավատում են։ Դե իրանք հիմա իրար մեջ են շատ կիսում, հա, Նույնն էլ ընդդիմադիրները, այն մարդիկ, ովքեր նայում են պայմանական S կամ N TV-ին, որը տոտալ ընդդիմադիր է, իրանք միշտ ամեն իրիկում մենակ այդ են նայում, ուրիշ բան չեն նայում։ Այս երկու կողմերը երբեք չեն մտնում իրար դաշտեր, որ սկսեն աշխատել հակառակորդի ընտրազանգվածի կամ լսարանի վրա։ Եվ այդ բևեռվածությունը ել ավելի է խորանում։ Որտեվ անդադար խնդիրը առաջանում իրա յուրայինին համոզել, որ ու փուչիկների մեջ են ապրում ժողովուրդ։ Փուչիկ, ասենք այդ իրանց պուզինն է, դրանից դուրս չեն գալի։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ շատ ավելի ցայտուն արտահայտվեց։ Այդ ժամանակ դե որսեր քաղտեխնոլոգների, PR-շիկների, ովքեր մի քիչ հասկանում են բանի, բայց դες տենց ինչ որ գործընթացում ինչ որ մարդկանց օգնում էի։ Գնում ես այդտեղ մտնում ես, սրանք այնքան են շփվել այդ մի ամսվա ընթացքում այս տեսակ բանի մեջ, որ ասում է ժողովուրդ, բայց ուրիշ ձև էլ կա, դրան ասում է, չէ, մենակ այս ձևն է։ Ուրիշ կերպ չի մտածում, մենակ այդ կերպ է մտածում։ Գնում ես այն մյուս թիմ լրիվ հակառակ բանն ասում, ունդեղից այդ պուզերից դուրս չի գալի։ Ու հետո գնում են ընտրությունների, իրանց թվում է, որ բոլորը իրանց կողմից են, որովհետև 10 հոգով հավաքվել են մի պուզերի մեջ։ Բոլորը իրանց համոզել են, որ սաղ հոգի ասաղ մեզ են սիրում։ Մենք կրած ենք հաստատ։ Ու գնում բախվում են 0.3 Ասում եմ, բայց ո՞նց, ախր մենք բոլորս վստահ ենք, որ ես պաշտպանության նախարար եմ, նա առողջապահության նախարար, մենք արդեն ամբողջ պետական համակարգը բաժանել ենք իրար։ Չեն, այս մարդկանց հետ չեն շփվում։ Իսկ նախադրյալ կա, որ հիմա 26-ին դա չի կրկնվելու։ Դա կրկին կրկնվելու է։ Դա կրկին կրկնվելու է, որովհետև անգամ այդ շատ ռեսուրս ունեցող մարդիկ անգամ որոնք կանան տրամադրեն X քանակությամբ գումար ու բերեն պրոֆեսիոնալ ընտրական ցիկլի մեջ ներգրավված միջազգային փորձագետների, ովքեր կանան մի հատ աշխատանքային ճանապարհին քարտեզ գծեն, զբաղված են ինքնագործունեությամբ։ Գնում են 5 դասական ճանապարհում, ինչքան մանր-մուներ YouTube ալիքներ, մեդիաներ կան, լիքը փող բաժանել, իրաց թվում է ինչքան շատ այդ մանր-մուներներին բաժանեցին, այնքան ավելի շատ են իրաց մասին խոսելու, առանց հասկանալու, որ մարդիկ ուրիշ բանի պահանջ ունեն։ Որ մարդիկ ունեն համակարգի պահանջ, հայեցակարգային հարցերի քննարկման պահանջ։ Հայաստանում པարզ բան է, օրինակ Մեծ Բրիտանիայում ընդդիմությունը հաջորդ իշխանությունն է։ Ինքը ունի իր կաբինետը։ Մարդիկ զուգահեռ հավաքվում են, ասում են իշխանությունը այս կաբինետով էս որոշումը կայացրեց, մենք ընդդիմադիր կաբինետ ունենք, սա մեր ընդդիմության առողջապահության նախարարն է, ինքը համեմատ իշխանության գործող առողջապահության նախարարի առաջարկում է հետևյալ բանը։ Մեկը մի օրիգինալ բան չմտածեց, ասի ինգեր մենք ընդդիմություն ենք, հավաքեմ կաբինետ։ Օրինակ, կառավարության նիստը ժամը 10-ին լինում է, 10-ին չէ, 11-ին։ Կարծեմ խոսակցություն կար ստվերային կաբինետ ստեղծել։ Լսի ստվերային, ախրեց ստվերայինը շատ բան է, ստվերային կաբինետ։ Բացասական Զուգահեռ կառավարության կազմ։ Անդեղ էլ է ուղիղ եթեր մտնում կառավարությունը, դու էլ ես մտնում։ Նույն հարցերը դու ստեղ ես քննարկում, նույն հարցերը նա անդեղ է քննարկում։ Ու մարդը տեսնում է ոչ թե անձ, որը վաղը կարա չլինի իր ամբողջ թիմով, այլ թիմ, որ եթե այդ համակարգից ինչ որ մեկին հանես, այդ համակարգը չի փլվի։ Օրինակ ես կցանկանայի 2026-ին ընտրել ուժ, որը կներկայացներ համակարգ, մարդկանց համախումբ, մասնագետների։ Որ եթե հանկարծ ինչ որ մեկի ոտն գներ ջարդվեր կամ գլուխը կպներ պատին ցնցում ստանար, այդ համակարգը իմ պետության պես չփլվեր։ Ես իմանայի, որ կա հաջորդ մարդը, որ կարա, օրինակ ինձ կարա ասել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում, երկրորդ մարդը ով է։ Ով է այդ երկրորդ մարդը։ Համարենք Նիկոլ Փաշինյանը ասում է, ես գնում եմ Չինաստան սովորելու։ Ով է այդ երկրորդ մարդը։ Բոլորը դες մարդ կուսակցություններ են, հա։ Դրա համար ինստիտուցիոնալ տեսանկյունից ես նոր ձևավորվող կուսակցություններին ասում Ժորժ ջան, մի կուսակցաշինությամբ զբաղված մասնագետի բերել եք արտերկրից։ Դե չունենք կադրային բան, բայց այդ էլ կարող է դի միշտ բախվում է նրան, որ դե արտասահմանցին ինքը որքան էլ փորձագետ լինի եւ լիքը քարոզարշավների վրա աշխատած, ինքը մեկը նուրբ հայի հոգին չի հասկանալու։ Մեխանիզմը ամբողջ աշխարհում նույնն է, չէ՞։ Այդ մեխանիզմի արանքներում է տեղավորվում է մշակույթը։ Հա։ Այսինքն ադապտացնում ես։
Կինո նկարելը Հայաստանում չեն հորինել, չէ՞, բայց բերում ես ստացվում ադապտացնել։ Հիմա դու մեխանիզմ բեր նորմալ ամուր կուսակցություն սարքելու։ Հետո ադապտացրա քո մշակույթին կամ մենթալ համակարգ, կամ արժե համակարգին, կամ ինքնությանը, ինչին ցանկանաս։ Բայց այս մարդիկ զբաղված են բոլոր ինքնագործունեությամբ։ NDI-ը հենց այդ չէր անում, չէր բերում, ոնց պետք է աշխատի կուսակցությունը։ Ուղղակի դեռ հասարակությունը չէր հասունացել դրա համար։ Հիմա օրինակ ասում ես մեդիայի անկախություն, օբյեկտիվություն։ Բացվում են բազմաթիվ մեդիաներ, մեզ էլ էին ասում ընտրություններից առաջ, ասի մի կողմից էլ ուրախ էր ասում, բայց հիմա ինչ պիտի ասեն, որ ընտրություններից առաջ փակվեց։ Ասենք ոնց ստացվեց։ Ընտրություններից առաջ փակվեց, բախի փակվեց։ Արագ առաջ գնացող նյուզեր, մեծ պլատֆորմեր կար։ Խորամանկ բանն է որ Այս հաստատ ընտրություններից առաջ մի ուրիշ գմփ են արում։ Հիմա ախր լրագրողների կյանքն էլ է սրա պատճառով դառնում շատ ծանր, այդ մարդիկ էլ հացի խնդիր ունեն։ Դեպետ ոչ բոլորին մեր այսօր կանամ լրագրության հետ աղերս ունենալու մեջ կասկածեմ։ Ինչևէ, այս մարդկանց էլ անդադար քաղաքական փողից կախվածության մեջ են պահում։ Ժողովուրդ Հայաստանում լիքը քաղաքական փող կա, թափած է քաղաքական փողը։ Ու երբ որ գալիս է պահը, այս մարդիկ ոնց պիտի տուն պահեն, մարդը մտածի ջանդամ 6 ամսա մինչև ընտրությունները գոնե հացի հարցը կլուծը։ Հիմա մեր ձեր պարագայում, որոնք հիմնվում են օրինակ YouTube ռեսուրսի վրա, հա, որն է մեր առավելությունը, որ մենք կարող ենք մոնետիզացիայի միջոցով մեր բենտլիներ չենք քշում։ Ես մինչև հիմա քշում եմ 15 տարեկան Honda Accord։ Ասում եմ փողերը կերան բան եւ այլն։ Honda Accord եմ քշում մինչև այսօր մեր հանրակացանի շենքում եմ ապրում, 30 տարին նույն շենքում եմ ապրում։ Երբ որ մենք մեր ինքնաբավությունը ապահովում ենք նույն մոնետիզացիայի տեսանկյունից, դու այդտեղ մի քիչ թևերդ էլ է բացվում, էլ ասում ես ոչ մեկից կախված չեմ, ով էլ գա ինչ առաջարկություն ունի, ես խնդիրը չունեմ, որտեվ կախված չեմ, երեխես հացի խնդիր չունի, կոմունալից վճարելու հարկ չունեմ։ Բայց ոչ բոլորն են այդպես մտածում։ Դրա համար էս դաշտը ընդհանուր, երբ որ ասում ես լրագրող, հիմա բանսարկուի հետ են ասոցացնում։ Այդ իմ համար ամենամեծ ցավն է, երբ որ լրագրողը ասոցացվում է բանսարկուի հետ։ Սադրիչ, բանսարկու, տանող բերող, չգիտեմ, ինչ որ անդադար ինչ որ դվիժներ ձևավորող։ լավագույն ինֆլուենսեր։ Լավագույն։ Դրա համար մարդիկ հավանաբար գնացել են տանհատներին։ Մեկը լայվը միացնում է իր հեռախոսի առաջ ու ֆակտ չեքինգի խնդիր էլ կա, էլի այդ մարդիկ ինչ ուզենան կան ասեն, էմոցիա անկասելի process է, էլի ինձ թվում է անկասելի է ու էդ էլ է մաքրվելու հավատա։ Բայց դրա վտանգը չկա, որ կհայտնվի մեկը, ով սաղից ավելի խարիզմատիկ է, սաղից ավելի համոզիչ է խոսում, լավ մանիպուլյատոր շիկա ու կկարողանա սուս մի քաղաքական հզոր հոսք իր հետևից Դա արդեն եղավ։ Եթե դա քաղաքական է, կարող է, եթե իր նպատակը քաղաքական։ Հա։ Այդ տենց Արիստովիչոտ ինչ որ մեկը հայտնվում է, ասում է ես Արիստովիչը գնաց խայտարակ եղավ։ Գնաց խայտարակ եղավ։ Հոգեկան հիվանդ որ ամեն ինչ շատ անցողիկ է այս առում։ Այսինքն դու այդ մարդկանց դեռ պիտի շարունակաբար համոզես, որ դու լավն ես ու դու իրան տալիս ես լավ product։ Որովհետև ինչ որ փուլում քո շատ երկարած լավ գործը ընդհանրապես մի օրվա վատարած բանով կարա լրիվ ջնջվի։ Ու այդ էլ է շատ բացասական բան։ Այնքան մեդիայում աշխատող մարդը իմ ավտոմատ գնում քաղաքականությամբ զբաղվում դել աբսուրդ։ Ասենք մի մարդը համարեց, որ ինքը մի 20000 պրասմոտր մի 3 անգամ հավաքեց, դրանից հետո ինքը գժական քաղաքական գործիչ կարա։ Նիստոպ ժողովուրդ։ Ասենք դա էլ իմ երեխու ապագայի հետ կապված հարց է։ Արդյոք ես ուզում եմ, որ Չ-կլասի 3 տարի լրագրությամբ զբաղվող մարդը գնա դառնա падգամավոր, իմ երեխու հետ կապված օրենքներ ընդունի։ Բայց չեմ ուզում, ես ուզում եմ, որ դա ալնի փորձառու մարդ, որ նայել երեխա ունենա, որ հասկանա, որ այդ երեխու համար է ինքը այդ օրենքն է ընդունում։ Կրակն ենք երեխա չունեցողների օրենքների ձեռը, ովքեր գնում են մեր երեխեքի հետ կապված օրենքներ են ընդունում։ Կամ հակառակը երեխու ապագան Հայաստանում չեն տեսնում ու այդ տրամաբանությամբ դստեղ ինչ կլինի։ Այդ էլ է շատ ծանր է, բայց ես վստահ եմ, որ մենք այս պահին մենք գտնում ենք այդ քաոսային փուլում, որտեվ շատ կանանք բողոք ենք տվերք, շատ կանանք բողոք ենք։ Ձեր արած գործը օրինակ Հայաստանում ինչ որ բանի մեկնարկեր, չէ, ինչ որ նոր ուղղության մեկնարկեր։ Հիմա դուք մոնոպոլիստ եք դաշտում։ Հələ երկրորդ այս ֆորմատի մարդ չի հայտնվել կամ քանի անգամ են փորձել։ Փորձել են, բայց դուք հիմա մոնոպոլիստ եք, բայց դուք ինչ որ բան սկսել եք։ Ինչ որ ձևով ինչ որ մեկնարկ եք տվել։ Ժամանակի ընթացքում էս շատ երիտասարդ է երկիրը։ 34 տարեկան երկիր է։ Պահանջել ես երկրից 3 դարյա ինստիտուցիոնալ պետական մոտեցում եւ հասարակության եւ այլն։ Ես մի քիչ լուրջ չեմ հաղթում։ Դու չես կարող Մեծ Բրիտանիայի ժողովրդավարությունը պահանջես Հայաստանից։ Չկան դե ժողովրդավարություն։ Ինստիտուտները, օրինակ, ստատուսների համար ամենաշատ ձերբակալություններն են երբևէ։ Okay, գնա ավելի Շվեյցարիա գնա, Շվեդիա գնա, Ֆինլանդիա գնա, էական նշանակ։ Մենք չենք կարող պահանջենք մեր պետությունից ավելին, քան ինքը կարող տա։
Որտեւ այդ նույն հաջողությամբ, երբ որ համեմատությունների մեջ են դնում Հայաստանը, այդպես խոշոր գժական մեծ պետությունների հետ, ասում եմ, համեմատության մեջ դրեք Մոլդովայի հետ ժողովուրդ։ Էդի համաձայն Գնացեք էդի ճիշտ բոլոր Գնացեք Տաջիկստան, հա, կոմեդիա է Վրաստան, հայկական հա։ դուրս գալիս, իրան ավտոմատ համեմատում են ամենահաջողված Ամերիկայի մեծալ հա։ հետ։ Ամերիկայի մեծալ հանրերի հետ են համեմատում, ընդդեմ Հիմնականում չի ձգում։ չի նում էլի։ Այսինքն մենք step by step դրան պիտի գնանք ինչ որ կերպ հասնենք, չես կարող միանգամից գլխիդ դա չի ընկնի։ Լավ, ես զգում եմ, որ մենք շարունակում ենք համաձայնվել ու համաձայնվել։ Ինչ է, բայց լավ բան չի անդ։ Բայց կարծում եմ, որ հույս արտնացրեցիր, որ հեսա ինչ որ տեսանելի ժամանակում լավ բաներ կլսենք Այստեղ ուղղության հետ կապված եւ այլն։ իդեպ շատ մի կարևոր բան։ Երևի ես փորձնել էր անհրաժեշտ, որ մենք գայինք հասնեինք դրան, ես անձամբ կամ հասնեմ դրան։ Այս միություններ կոչվածները իրականում Հայաստանում մի քիչ խորհրդային միությունից մնացած բան է, էլի նկարիչների միություն, բան եւ այլն, գրողների, մրողների։ Բայց լրագրողների միության տեսանկյունից իմ համար մի շատ ծանր բան կա՝ էթիկական նորմերը, որոնք մենք որևէ կերպ դաշտում չկա կոնսենսուս բոլոր լրագրողների մեդիա աշխատողների մեջ, որ կան էթիկական նորմեր։ Եթե գնանք ինչ-որ լուրջ փոփոխության, ես հիմա տրամադրված եմ բոլոր adekvat գործընկերներին կանչել էթիկական նորմերի ընդհանուր փաստաթղթի տակ ստորագրման։ Շատ լավ է։ Բայց ով է գնահատելու այդ նորմերը։ Adekvatները։ Դե ոնց է չափում Սա կանամ այդ մարդուն հրավեր ես ուղարկում։ Ասում ես, ես նախաձեռնել եմ հետեւյալ բանը ժողովուրդ։ Կան միջազգայինորեն ընդունված նորմեր, էթիկական նորմեր, կանոններ, որոնցով դասական լրագրությունը առաջնորդվում է։ Սա քեզ տալիս է ոչ միայն պարտավորվածություններ, պարտականություններ, այլ նաև իրավունքներ։ Եվ եթե դա ինչ որ կազմակերպության շարքում է, ինչ որ լրագրողի տանում դատապարտում են էթիկական նորմերի շրջանակներում արած աշխատանքի համար, այդ բոլոր adekvat լրագրողները հավաքում են եւ անկեղծորեն այդ մարդուն գնում են։ Համաձայն չեն, մենք մի անգամ իշպես կարդացինք BBC-ի հենց այդ էթիկայի նորմերը ու այնտեղ մի քանի ամերիկյան ինչ-որ բաներ, բառացիորեն գրած էր, որ օրինակ իրանց աշխատողը իրավունք ունի սոցիալական մեդիայում որևէ տես խնդրահարույց թեմա вообще post-անի։ Հիմա քանի հոգի հայ, դրա տակ կստորագրվի, որ վաղը, եթե ինքը աշխատում է հայկական BBC-ում, վաղը չգիտեմ, Երևանի օթի ախտատվածությունը 300 լինի, ինքը դրա մասին մի հատ ջղային ստատուս չի գրելու։ Ինձ թվում է ոչ ոք։ Սա կարա հռետորական մնա, պետք չի։ Չէ, իրականում ես գտե համաձայնում որ դա հնարավոր է, որտեվ այստեղ էլ մի քիչ խնդիր ունենք, էլի այդ մեդիայի անունը չտամ, մենք ունենք այդ ժուրնալիստների միությունը տղեր, բայց ժուրնալիստիկայով շատ վաղուց եմ զբաղվում, վրոդի բկակ, երբևէ որևէ պարագային ես այդ կազմակերպության լրջագույն աշխատանք հետ նույն էթիկական նորմերի շուրջ Չէ, ինչ երբ որ լրագրողների դեմ բռնություն է, ինչ-որ հայտարարություն են անում, երբ որ ինչ-որ օրենսդրական փոփոխություններ էին մի պահ ուզում։ Ինչ-որ հայտարարություններ էին։ Ինչ-որ բայլի ինչ պետք է անի, կոկիտ ասած։ լայն կոնսոլիդացիա մեդիադաշտի։ Դե ինչի պետք է լինի լայն կոնսոլիդացիա մրցակից մարդկանց մեջ։ Իշխանություն է ցավ տանեմ։ Բա խնդիրը ո՞րն է։ Եթե դու մեդիա ես ղեկավարում եւ միևնույն ժամանակ միության ղեկավար ես, սա արդեն շահերի բախում։ Ամերիկան խեն աշխատում այդ արհմիությունները։ Ես օրինակ լավ գիտեմ այդ Writers Guild-յան, սցենարիստների գիլդյան, որովհետեւ իրանք ունեն իրանց շահերը, բոլորը, որ այդ շահերը պաշտպանեն։ Օրինակ DVD-ների վաճառքից եկող գումարը վերջացավ, սթրիմինգներում ոնց որ թե ցույց էին տալիս ու իրանց փող չէին տալիս։ Այս սաղ սցենարիստները հավաքվեցին, ասեցին հոպ, ու բոյկոտեցին։ նույն բանն է, ինչ որ դեր DVD-ն է, մեզ սրանից է փող տվեք, ստացան Հայաստանում քանի որ հələ տենց ինչ որ 90-ականների անհասկանալի են չասած չձևավորված բանն է, որն է լրագրողի մոտիվացիան մի քիչ դա այնտեղ մոտիվացիա եկել հասել են, չէ ինչ որ փուլում։ Այդ դիզայն ձևավորն փողն է, ամենասից դու տեղ բան ես կորցնում, եկամուտ ես։ Օրինակ Հայաստանում գիտես, խեմ ես վստահ որ մինչև հիմա մոնետիզացիան YouTube-ի չի մտել։ Որտեվ 2019 թվականն էր, անվտանգության խորհրդի մակարդակով էին քննարկում, որ պիտի գնա YouTube-ի։ Ես լսել եմ, որ պետ դեպի մակարդակով է։ Ապրես։ Իսկ ինչի՞ չի միացել։ Էլի վերսիաներ ունենք, որ կստати ասել ենք լուրջ կաստում։ Օրինակ վերսիաներից մեկն էր, որ ԿԲ-ն 4-ով դեմ է, որպեսզի օրինակ PayPal-ը մտնի Հայաստան, որտեվ այդ լիքը փոխանցումների, այդ բանկային տրանսֆերների բանկաներ, որը այդ վերսիան կարծեմ Մխիթար Հայրապետյանն էր մեր մոտ որ հերքեց, բայց նաև ընդդից շատ լուրջ մարդիկ ով որ եղել են այդ միտինգներին, ասել են, որ իրանք ասել են, դա մեր համար 10 րոպեվա թեմա է բացել, բայց ձերոնց մեջ լուծեք այդ հարցը։ Անկախություն։ Հիմա դուք ձեր թվերից տեղյակ եք մոնետիզացիայի բոլոր հարթակներում։ Եվ ձեր թվերը ձևավորվում են մոնետիզացիայի ենթարկված երկրներում հավաքված գումարով։ Բայց ձեր հիմնական լսարանը 80-90% գտնվում է Հայաստանում։ Դե պատկերացրեք ինչքան ավել գումար է։ Ես անդադ պատկերացնում եմ դամջան։ Եվ այս նոտայի վրա տոտալ անկախության։ Իսկ դա պետք է, это нужно։
Okay, это Քանի որ արդեն 4 կրուգով է նարեկադուն թեմաների շուրջ վերադառնում, ես առաջարկում եմ ինչ որ սեղան է զրույց, բա ես երկրում բա Ոչ սեղանային դիտար։ PayPal-ը չէ, այս մարդուն բերել ես ասել ես ԵՔ ինստիտուտը բերել հաստրել ես որ այս դառը լուրերով կիսվես մենք սպասենք ուրեմն էթիկայի հարցում նորությունների լրատվական այնց Նոր ֆորմատով։ նոր ֆորմատի նորությունների եւ շնորհակալություն մեզ իր գալու Ձեզ եմ շնորհակալ, սա իմ համար հիասքանչ հնարավորություն էր նախ ձեզ տեսնելու շատ վաղուց չի տեսվել եւ երկրորդը զրուցելու գործից հասկացող մարդկանց հետ։ Շնորհակալություն, իհեսեմ Դավիթ Գրիգորյանն էր մեր հյուրը, դուք կարող եք հարցեր գրել կոմենտներում, բաժանորդագրվել, լայքել այս թվարկումը, եթե համաձայն եք մեզ հետ, իսկ մենք հաջորդ շաբաթ կհանդիպենք։